Բարևձեզ։ 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 Ուրախ եմ ձեզ հետ տեսնվելու։ Նմանապես։ Արմանուշ դուք ում հետ եք եկել։ Իմ քավոր կինսը, որի հետ շատ շուտվանից 25 տարի ճանաչում ենք։ Եվ ընկերություն ենք անում, անունը Սանա։ Արմանուշ, ինչ է դրդեց ձեզ, որ այսօր որոշեցիք գաք մեր հաղորդման արի ամուսնանանք։ Ես մի ամիսա հետևում եմ ձեզ եւ տեսնում եմ, որ իրոք լուրջ հաղորդում եմ։ Մարդիկ իրենց երջանկությունը գտնում են եւ քանի որ ինձ, ինչպես ասում են, վերջի տարիները ես ինձ մենակ եմ զգում, կորցրել եմ հարազատներից։ Ցանկացած որ եթե ապրում եմ մնացած կյանքը նորմալ ապրեմ, լավ ապրեմ, ինձ համար ապրեմ։ Լավ կլինի, որ դուք կենսագրականը մի քիչ պատմեք սկզբից։ Դուք ընդհանրապես որտեղ եք ապրում։ Ես հիմա ապրում եմ Խալբերդում։ Բայց միջև Խալբերդը ես Ռուսաստանում եմ եղել։ Վերջի 15 տարին Ռուսաստանում եմ ապրել։ Շամշադինից է։ Բայց ագին տարիներ դրսում ապրել։ Այնտեղ աշխատել եք։ Ձեր ընտանիքի։ Այնտեղ աշխատել եմ, խանութն եմ աշխատել, փողոր եմ աշխատել 2 տարի, 10 տարի խանութն եմ աշխատել, մի քանի տարի հիվանդապահ եմ աշխատել, աշխատողին եք եղել։ Հիմա պատմեք ձեր ընտանիքից։ Հենց սկզբից պատմեք։ Ընտանիքը ինչպես եղավ որ դուք հայտնվեցիք բժշկական ուսումնարան, ինչպես եղավ։ Դե վատ տարիներն էր, 16-րդ հարկում էի ապրում, լավ բնակարան ունեի, բայց որ հոսանք չկար, ջուր չկար, տղես գնաց Ռուսաստան եկավ, տեսավ իմ վիճակը լավ չի, որ 16 հարկը ջուր տանել չի լինում, լիֆտը չի աշխատում։ Վերցրեց տունը, ծախեց ինձ տարավ, ասեց որ դեռ ես ընդեղ եմ դու։ Դուք այդ ժամանակ մենակ էիք։ Հա, ամուսինս արդեն մահացած էր։ Ու ես էլ ոնց ասած այդ ֆիզիկական տանջանքի պատճառով ես էլ համաձայնվեցի գնացի Ռուսաստան։ Ու տենց էլ մի քանի տարի հետո դժբախտություն պատահեց իրեն հետ ու մահացավ։ Մնացի մենակ։ Հիմա քանի որ մենակ եմ, ինչ անեմ։ Քանի տարի է ձեր տղան մահացել է։ Արդեն 13 տարի է։ 13 տարի, թորներ բան չունեք։ Ոչ մի բան, ամուսինս։ Քանի տարեկան էր տղան։ 25։ Դե հիմա ես չեմ ուզում այդ հարցով շատ շոշափենք։ Չէ, այդ հարցը չեք շոշափում, բայց այդ արկիրա որ ես իմացա ձեր ամուսնու հետ դուք բաժանվել եք 2 անգամ եւ 2 անգամ նույն ամուսնու հետ միացել եք։ 2 անգամ, մի անգամ բաժանվել եմ, մի տարի հետո միացել ենք, նորից եմ բաժանվել 2 տարի հետո։ Բայց ի՞նչ է պատճառը, որ դուք տենց խաղել եք։ Իրեն աղղելի բնավորությունը, որ նա փող չէր բերում տուն։ Մեռածի մասին կամ լավը կամ ոչինչ։ Խաղամոլ էր, կարտ էր խաղում գումար, այն ժամանակ գումար էին։ Դուք մենակ եք աշխատում։ Որտեվ խնդրեց աղաչես, որ էլ չի անի, ես էլ ջահել էի, հավատացի, չիմացա որ կարմիր կողմն իրան կաշին չի փոխի։ Չէ, բնական է որ։ Էլի փորձեցի երեխա ունեի Իրանից, ասի երեխաս առանց հեր չմեծանա, թեկուզ ես առանց իրան շատ լավ եմ ապրել, քան թե իրան հետ, ֆինանսապես։ Դա հայ կանանց մոլորությունն է։ Անպայման պետք է գերխվերին մարդ լինի։ Դուք ինչ որ հարց ունեք։ Ճիշտն ասած, ես այդքան էլ համաձայն չեմ, որ կարմիր կովը կաշվից դուրս չի գա, ելնելով իմ փորձից շփման մարդկանց հետ։ Պարզապես երևի դուք գտնում եք, որ այդ ժամանակ դա է ճիշտ նորից ընդունել ձեր ամուսնուն, ինչ պատճառներից ելնելով միգուցե։ Դե ճիշտն ասած, միակ տղամարդը ինքն է եղել իմ կյանքում այն ժամանակ։ Ես ուրիշ չէի կարող, երեխան էլ Իրանն էր։ Ես մտածում եմ, որ երեխա սանկարծ խորթեր ունի, մի նկատողություն անի, իմ սրտին կկպնի, որ դա բնական մայրական զգացմունք։ Ներեցեք, դուք քանի տարի է մենակ եք։ Առանց ամուսին։ Այո։ Թե առանց երեխա։ Առանց ամուսին։ Առանց ամուսին, ուրեմն ոնց ասեմ, արդեն շուտ է, էլի, հա, երեխաս 12 տարեկան է եղել, որ բաժանվել ենք։ Ես կարծում եմ մենք պետք է այսօր ամեն ինչ անենք, որ ձեզ օգնենք, որովհետև տեսնում եմ դուք շատ առույգ, շատ աշխատող կին եք եւ օրը ձեզ հետ շատ հետաքրքիր կանցնի։ Դուք եւ համով բաներ կպատրաստեք, եւ շատ ռոմանտիկ անձնավորություն եք, եւ այն կինը, որ ուզում է սեր եւ գուրգուրանք, եւ երկար տարիներ դա չի ունենում, պատկերացնում եմ, թե ինչքան դուք պատրաստ եք, որ հանդիպեք իրոք մի մարդու, որ այդ ամենը ձեզ տա, ինչ որ դուք չեք ստացել։ Արմանուշ ջան, բայց ես այնքան կուզենամ դուք ձեր մասին մի քիչ պատմեք, ինչպիսի կին եք դուք ընդհանրապես բնավորությամբ։ Ես երբ դուք եք նկատած կնեք, չնայած ճիշտ է այդ ամեն ինչը ինձ խորը ցավ է պատճառել, անբուժելի ցավ է, բայց ամեն դեպքում ես իմ լավատեսությունը չեմ գործնում,
շրջապատում ես թույլ չեմ տալիս, որ իմ արդյունքը տեսնեն։ Չեմ սիրում, որ ինձ խղճում են։ Ուրախ կինեք։ Հա, շատ հումորով ամեն ինչով ես ամեն ինչը հումորի եմ վերածում։ Նույնիսկ այն կոպիտ խոսքը ես հումորի եմ վերածում։ Դա շատ լավ բնավորության գիծ է։ Ինչ կարող եք ասեք։ Ճանաչում եմ վաղուց։ Դեռ միջև Ռուսաստան գնալու միասին ենք անցկացրել, որտեղ իր հորեղբոր տուններ մնում, մոտ էր տները։ Հետո էս վերջերս որ եկավ, ասես գալիս եմ, ասե արի։ Ինչն է հետաքրքիր արմանուշի բնավորությունը։ Ես ասենք ինչքան հոգնածել եմ ջղայնացած տուն եմ մտնում, շատ համբերատար ու հումորով։ Ասենք ես մի անգամ էսպիսի մի կոպիտ խոսք ասեցի, աղջիկը զարմացավ, ասի եկել ես նստել ես ուսերից, ասեց ուսերից չեմ նստած, կողքդ եմ նստած։ Աղջիկը ասեց, մամա, այդ ինչ ասեցի, ու զգացի իրոք մենք ապրում ենք, ես ասենք մի ամիս է եկել, հումորով, հանգիստ, կարամ ոչինչ չանեմ, ասեմ դե ես տղամարդը գոզ եմ, տան գոզ եմ։ Հիմա փաստորեն Արմանուշը ձեզ մոտ է ապրում։ Հա, ինձ մոտ է։ Եվ ինչքան պիտի ապրեք իր մոտ։ Ինչքան որ ճապը Ինչքան որ ինքն ապրի։ Ինչքան որ ճանապարհ դնեմ։ Դու եմ երկար ապրեք։ Է ինչ ասեմ Արմանուշ ջան, հիմա դրա համար քո սիրտը գրավելու համար եկել են 3 ջիգիտներ։ Տեսնենք ում կընտրես։ 3-ին էլ։ 3-ին կարոտա։ Կարոտա խիչքինը։ Իսկ դու գիտեք, որ շատ վաղուց, ես հիմա չեմ ուզում շատ մանրանամ, կանայք, հայ կանայք եւ հայ տղամարդիկ ունեցել են մի քանի տղամարդ։ Չէ, դա մեզ չի վերաբերվում։ Ես դա ասում եմ, դա պատմություն է, իրոք։ Թող իմ ջիգիտները ինձներ են, ես հանակարեցի ոչ մեկը թող չնեղնա։ Կընտրեմ մեկին։ Արմանուշ ջան, ուրեմն Սասունը, Ռաֆիկը եւ Նազարեթը, տես ինչ անուններ են, հենց անուններից է երևում այն շարժական կարգին տղամարդիկ են եկել։ Որ անունը դուրը եկավ։ Բոլորն էլ լավն են։ Որը դուրը եկավ, քեզ կնվիրենք։ Բոլորն էլ լավն էին, բայց ընտիր անուններ են։ Դե ինչ Արմանուշ ջան, դիմավորեք, իսկ ես հրավիրում եմ տաղավար Սասուն Գևորգյան։ Ձեզ իրոք որ ջիգիտեք, Արմանուշ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչու եք մենակ եկել։ Հարմար մարդ չկդա։ Ընկեր չունեք։ Ընկեր հարաբերական հասկացողությունը։ Սասուն, մենք հիմա դիտենք տեսանյութը ձեր մասին, իսկ հետո կխոսենք։ Սասուն Գևորգյան, 69 տարեկան, թոշակառու է, ամուսնալուծված է, ունի 5 երեխա, ապրում է միայնակ, 60 տարեկանից սկսած զբաղվում է փայտագործությամբ, փայտերից հայկական եկեղեցիների մակետներ է պատրաստում, լավ զրուցակից է, լավատես է եւ երբեք չի տրտնջում։ Սասուն, շատ ուրախ ենք, որ այսօր եկել ենք։ Սասուն, բացի նրանից, որ դուք փայտե գործ եք անում, ինչ մասնագիտություն եք ունեցել, ինչով եք զբաղվել։ Ես այդ փայտագործություն դա մի քիչ լավ չի ինչում էլ, ես գերարական արվեստով եմ զբաղվում, դա 60 տարեկանից հետո։ Ես իսկական տեխնիկան օրենսդիր եմ մասնագիտությամբ։ Ծնվել եմ Ազատանում, Գյումրվա կողքը, 7-րդ դասան ավարտել եմ, այնուհետև Երևանի հատուկ արհեստագործական ուսումնարան եմ ավարտել միջնակարգ, ձեռք եմ բերել փականագործ գործի մասնագիտություն, հետո ավարտել եմ Երևանի մեքենաշինական տեխնիկումը 66 թվին, 71 թվին ավարտել եմ Մոսկվայի համընդհանրական ստանդարտիզացիայի մետրոլոգիայի ինստիտուտը։ Աշխատել եմ տեխնիկ, ավագ տեխնիկ, ինժեներ կոնստրուկտոր, ավագ ինժեներ տեխնոլոգ, ведущий ինժեներ, հետո 71 թվին դեռ ինստիտուտը չի ավարտել, ինձ դրին բյուրոյի պետ, 77 թվին բյուրոն դառավ բաժին։ Եվ ես բաժնի վարիչ աշխատեցի միկրոէլեկտրոնիկա ինստիտուտում, նեյտրոն ինստիտուտում, Արգավանդի Հայատոմ ինստիտուտում, վնիայից էր ժամակոչվում, հիմա Հայատոմ բաժնի վարիչ։ Վերջում գործազուրկ դառա Էրեբունի, հին Նորքի Էրեբունի ինստիտուտում գիտական լաբորատորիայի ղեկավար էի։ Հետո սկսեցի մի քիչ մանկավարժություն, գնացի գոստանդարտ աշխատա, այնտեղ իհարկե մի քիչ Ադրբեջան հայեր իրար պաշտպանում են, ես շիրակցի, այնտեղ ոչ մի շիրակցի չեղավ ինձ պաշտպանել, դուրս մնացի, 3 ամսով այտենց հավաքել էին մասնակիցներին բանանում, ես էլ էի ստանդարտիզատոր պրոֆեսիոնալ, վերջը եկա մի 7 տարի մանկավարժություն արի, գծագրություն եւ աշխատանքություն մետացան։
60 տարեկան է, երբ որ Սուրբ Երազ եկավ, այտենց ասեմ, իմ գրկում էլ է այտենց գրված, հա, գիրքս գրելուց տեսավ նախանցյալ տարի, փոքրիկ գրքույկ է։ Գիրք եք գրել։ Հա, իմ ստեղծագործությունների։ Ուրեմն ընդեղել եմ գրել, որ Սուրբ Երազ եկավ, ինչ ես ձեռքերը ծալած նստե, գործազուրկ, գործ չկա, բան չկա, հա, ասեց, փայտի գործը սիրում եք, սկսեք զբաղվել։ Ելը գնացի Դանիել Վարժանի դպրոցը, Պետրոսյանով Ֆիկինոսի, դե տեսավ իմ կենսագրությունը, վրաս ընդունեց գործի, հա, աշխատանք ուսուցման։ Ես սկսեցի սարքել, եթե տիկին Սոֆի տեսնեք իմ առաջի աշխատանքը, որը գտնվում է Ղարիբչանյանում, Գյումրվա կողքը, այնտեղ աղբորս տղաներն են ապրում, եւ վերջի աշխատանքը, որ ես Գեղարվեստի ակադեմիա տերը դեկանը հավաքեց ամբողջ կաֆեդրայի ղեկավարին, թե մարդ, որը որ նկարով Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին եմ սարքել, վերջի աշխատանքը։ Շատ հետաքրքիր։ Հա, շատ բավականին գովեստի խոսքեր են։ Ես ճիշտ ասած գնացել եմ, որ իրանք դիզայներական խորհուրդ տային, այն էլ դեկանն ասեց դու դիզայներել ես, կոնստրուկտորել ես, տեխնոլոգիել ես։ Լավ, Սասուն ջան, մենք շատ համառորեն երկար լսեցինք, շատ գեղեցիկ պատմությունը ձեր ունեմ երեխաներ, մի երեխան մահացել է, Շիրազետ բարեկամ ենք, մենք մի հողուճերի բան ենք, ծնունդ ենք, ու իմ երեխաներ էլ կնքային է, իհարկե բոլորին հասցրեց կնքել, տենց ուղղակի բանը։ Ձեր կինը մահացել է։ Հա, առաջկինը մահացել է, երկրորդ անգամ ես ամուսնացա։ Հա, երկրորդ կինն սխալ գործեցինք, ռուս հետ ամուսնացա, ռուսն էլ Հայաստանին չհարմարվեց, չսիրեց հայոց երկիրը։ Կյանքը կերել է, փախել է վրից։ Քանի երեխա է։ Ուրեմն այդ Շիրազի հետ պայման կապենք ու ամուսնանանք, ամեն մեկս 7 երեխա ունենանք։ 7-ը ինքը ունեցավ։ Հետո ես առաջ կնոցից 5 ունեցա, երկուսն է որպեսի պարտաճանաչ, հետո մի օր Շիրազը բռնացրեց հրապարակում, ասեց, «Էսով ասի կինս է», ասեց, «Էս ինչ է, ռուսիա դե ինքը մի քիչ բան չէր անում», ասի կարևորը, որ բերեք գցել ենք հայկական դամավուն վարպետ, մի հայ համար սիրուն տղա ու աղջիկա տվեք։ Վերջը ինքը Սիպանին կորցեց 30 տարեկան, ես էլ առաջի տղայից կորցրի 6 ամսական, մի 4 տղա, 2 աղջիկ ունեմ, բոլորն է հայոց երկրից դուրս են։ Մի տղաս Լեհաստանը, մնացածը Մոսկվայեն։ Լավ, ապահոված են բոլոր երեխեքը։ Հա, մենակ մի երեխան չսիրեց, հայրիկ չեմ սիրում էսյան, ծորով որտեղ տարա չսորվավ, մնացած բոլորը ավարտել են, ընդ որում ճիշտ մասնագիտություն ավարտել, սոր իրենց մասնագիտությամբ աշխատում են։ Արգիշտը FSB-ում Մոսկվա աշխատում, Տիգրանը բարձր տեխնոլոգիաներ համալսարան ավարտել, դե գիտեք հմ դա ժամանակից տուն առե, ավտո առե բանը, կարևորը ինձ ասում են օգնում եք, հա, ասի ամեն մեկ ինքար, ինչը սա պետք է փող եմ հավաքում։ Սասուն, իսկ իրանք համաձայն են, որ դուք ուզում եք ամուսնանալ, կյանքի ինքեր ընտրել։ Բոլորն էլ համաձայն են, հետո ես մի քիչ էլ ինքնուր ունեմ։ Քանի տարի ամենակ եք առանցքին։ 93 թվականի սեպտեմբերի 6-ին Կիմկինը Խապեվյան դուրս էր եկեղեցուից, ես չգիտեի։ Հա, հետո մի տարի անցավ գնացի, ասի Լուսինե ջան, բանես եմ, ասում դու չգիտես որ Մարինան դուրս է գրանցումից։ Դե ախպերս հարցեց Մարինա, նա դոլго едешь, ասեց նա один сезон։ Դե հավատացի, իմ կինն, իմ երեխան եմ խոսադանա չեմ չհավատամ։ Հետո բանից բարձեց որ գրանցումից դուրս է եկել, ու այլևս չի վերադառնում։ Ես շատ պոեզիա շապից ավելի եմ կարտացել, թե Շիրազնագերի անդրադարձը կնոջը, թե Իսակյանը, դրանք իմ Շիրազի բարեկամություն Իսակյանը Գյումրիից ետ հսկան, որ ես 15 տարեկանից ծնողներ չի եղել, մենակ եմ Երևան։ Հնարավոր էր դառնալ խուժան, խումարբազ, նարկոտիկ եւ այլն, բայց ես ինքան բնությունին չռալ, խելքատը որ սխալ չեմ արել։ Կինը որ կրակել դառնա, ինչ պետք է անի ինձ։ Բոլոր տեսակ բնավորություններն ես հարկում եմ ու հարմարվում եմ։ Իսկ եթե 12 օրից հետո բնավորությունը իրար չեկավ, ստեցյուն Սաշա ստեցյուն։ Օրինակ ռուսը ինչպիսի արտաքին ունի։ Այս մարդը չի եկել հարսնատես, եկել է հարսնատ չտես։ Ափսոս նկարի չբերեք։ Շատ գեղեցիկ։ Գեղեցկության թագի երկրորդ տեղն է գրավել։ Քեզ այսպես մանրաշ թողեց ու գնաց։ Հա, ասում, չէ, ես նշեցի որ սխալ եմ թույլ տվել։ Տիկին Ջուլիա սխալ։ Մի անգամ բարբակարում ենք Իվան կար 87 տարեկան ասում էր քո ճիպոտը քո քոլից պետք է կտրես։ Բացի դրանից արտաքինը իմ կարծիքով այդքան շատ կարևոր չի, ինչքան ներքին աշխարհը։ Իհարկե։
Իհարկե, օրինակ մի առիթով էլեկտրիկա գնում եք Գյումրի։ Մի գեշ կնիկ եկավ նստավ իմ կուպեն։ Իհարկե իրա դե մեզ չասեցի այդպես։ Հա։ Գեշ կնիկ։ Այ մարդիկ ոնց կարելի է տղամարդը կնոջ գեշկին գոյություն։ Սիրուն կնիկ։ Մինչև Գյումրի հասնել է ինչից զրուց արի դա իմ հետ ընկերացավ։ Մինչև Գյումրի հասանք, դրա ինձ թվաց աշխարհի ամենագեղեցիկն է։ Տեսակ դուք ձեզ հակաճառեցիք։ Եթե չէ իր խոսքն եմ թակավորցնում, որ արտաքին սիրունությունը մի կողմ հոգու գեղեցկությունը, բոլոր կանայք ծաղիկներ են, ծաղկի տարբեր տեսակներ են։ Շատ հնարավոր է, որ դուք Արմանուշի հետ շփվեք եւ նույն ձևի սիրահարվեք, երբ որ իմանաք իր բնավորությունը, իր ներքին աշխարհը, իր ամեն ինչը։ Ինչպես սիրահարվեք։ Սասուն, դուք ունեք անակնկալ։ Այո։ Խնդրեմ։ Արմինուշյան, ուրեմն անակնկալը Իսակյանի Աբուլալայից է, Աբուլալը, որ ինձ կյանքում շատ ուղղություն է տվել ընկերոջ, կնոջ բոլոր հարցերում։ Եվ կինն ինչ է, որ խորամանկ, խափող, առնախած, միսարդ, հավերն, անրամիտ, որ հաստ է սիրում համբիրիտ մեծուտ և քո գրգի մեջ գրկում ուրիշին խարխուլ մագույկով հանձնելի ծովին, քան թե ավատար կնոջ երդումին, նակավատ վարար մի չկնաղ դժողք, նրա բերնով իբլիսն է խոսում, Օ կնոջ մարմին, պակշոտոցեղեն, դիվականանոտ ոչիրների չար, դու որ մսեղեն դարն աջույկով արև հոգու դարձնում ես խավար։ Ադում եմ սերը մայի պես անգութ, հավիտյան խոցող գաղտնի դժնաբար, ով որ այդ քաղցր թույն արբելով, ստրուկ է դառնում և կամ բռնակալ։ Շնորհակալություն, բայց դա ինձ չէր վերաբերում։ Չէ, իմ անակնկալը այդպես էր։ Դաժան մարդ եք։ Ես այդպեսի դաժան կին չեմ։ Շնորհակալություն։ Այ, կարգին ուրախացանք։ Արմանուշ։ Սրտի մոտ մի ինտունի ինչ որ չի լինում բարին էլ դա է։ Արմանուշ ջան, ես գնահատում եմ ձեր հումորը եւ իր յուրաքանչյուր խոսքը դուք շատ հանգիստ, սա ժպիտը դեմքին ապրեք։ Չէ, ինքը վատ մարդ չի, վատ տղամարդ չի, բազմակողմանիորեն զարգացած մարդ է, ես դրանք շատ եմ հարվում, իմ մոտ էտիկ, ոնց որ ասած, որ նյութ ես ունենում մարդկանց հետ զրուցելու տարբեր թեմաներով։ Դուրս եկել է, չեմ, շատ լավ տղամարդ է, բայց կտեսնենք։ Դուք ինչ կասեք, համապատասխան են իրեն։ Ես եմ գտնում, որ զրուցակիցս եւ կարող է շատ լավ իրար հետ անցկացնել։ Ամեն դեպս այո։ Մի քիչ բոլոր պոեզիան չտավի, զգուշ մնա, ուրեմն դու ստիպված ես մեր բոլոր ուրեմն բանաստեղծությունները, բանաստեղծները ուսումնասիրես, որ մի անգամ արտասանի միշտ անգամ դու արդեն զարմանա որ ինչ որ չգիտեմ ինքը կսովորես։ Չէ, դու էլ քորապես աշխատես, էլի։ Դուք ինչ որ բանն եք Նա ասում։ իմ վրա չափազանց պարզամիտ մարդու տպավորություն թողեց, այսինքն ինչ մտածում է, այն էլ ասում է, եւ եթե դուք իրեն ընդունեցիք այնպեսին, որպեսին որ նա կա, ուրեմն կեցեք դուք, որտեղ ամեն մեկին չի կարող իր կողքին տեսնել այդպիսի տղամարդ։ Ամեն տղամարդը միշտ մի գլուխ պետք է բարձր լինի կնոջից։ Բայց դրա հետ մեկտեղ նա շատ հումորով եւ լավ, իրոք լավ մարդ է։ Եթերում արի ամուսնանանք հաղորդումն է։ Մնացեք մեզ հետ։ Իսկ դուք Արմանուշ դիմավորեք մեր երկրորդ փեսացուին Ռաֆիկ Թովմասյան։ Այո, ձեզ, Ռաֆիկ ջան։ Ձեզ տեսնելուց ավելի եմ ուրախանում։ Ուղեկցեք։ Հաղորդման հովանավորն է։ Շահողների տոնական շքերթի 5-րդ տասնյակը բացում է Բարև ձեզ Ռաֆայել։ Բարև ձեզ։ Ում հետ եք եկել։ Տղայիս հետ։ Անունը։ Աշոտ։ Աշոտ, շատ հաճելի է։ Դիտենք ձեր մասին տեսանյութը, իսկ հետո կխոսենք։ Ռաֆիկ Թովմասյան 75 տարեկան, ապրում է Հոկտեմբերյան քաղաքում, թոշակառու է, այժմ զբաղվում է այգեգործությամբ, հաճույքով է մշակում իր այգին, սպիտակը նրա ամենասիրելի գույնն է, ծաղիկներից նախընտրում է վարդը, մարզաձևերից ֆուտբոլը։ Ռաֆայել ջան,
Պատմեք մի քիչ ձեր մասին ավելի մանրամասը։ Իմ կենսագրությունը։ Այո։ Դե ամենատենց հետաքրքիր էտապները ձեր կյանքի։ Անձնական, ընտանիքի մասին, սիրո մասին։ Ընտանիքի մասին մենք ամուսնացել ենք, շատ սիրով ընտանիք ենք ունեցել, ապրել ենք շատ համերա, շատ սիրով, ամեն ձևով։ Որտեղ եք ապրել։ Մենք շատ իրար հարգել սիրել ենք, մենք որ դուրս ենք գալու, բոլոր մեզանով են հետարկ, որ շատ համապատասխան զույգեր ենք եղել, մեր փողոցում, մեր թաղում, ասում են մեզ տարիքով։ Որտեղ եք ապրել, Ռաֆայել։ Ես ապրել եմ Հոկտեմբերյանում Սայատնովայի 3-րդ նրբանց տուն 16։ Այդտեղ եմ ապրել։ Մինչև էլ ապրել ենք այդտեղ։ Շատ հետաքրքիր իմ կյանքը շատ լավ եղել, լավ ապրել ենք ամեն ձևով, նորմալ ձևով, շատ սիրել հարգել ենք մեր ընտանիքի երեխաների հետ միասին լավ ենք եղել։ Քանի երեխա ունեք։ 4 հատ երեխա եմ ունեցել, 2 հատ աղջիկներ հիմա նավի Կիևում են ապրում, մի հատ տղոն է մահացել է, իմ դերս Հունաստանում ապրում։ Հիմա այդ 2 աղջիկս Կիևում են ապրում, այս 20 տարի տղեն Հունաստանում ապրում։ Հիմա ես մենակ եմ, կինս մահացել է, մենակ եմ ապրում։ Քանի տարի ամենակ եք, Ռաֆայել։ Տարիքը չեմ գալիս շատ տարի, քանում մենակ ապրել հնարավոր չի։ Իսկ ինչի եք այսքան ժամանակ սպասել։ Ես չկան ընդամենը 2 տարի է որ անկին եմ մնացել։ Երկու տարի չեմ մնացել։ Ճիշտ եք արել։ Չէ կնամ մնա էլի, մենակ ոնց կարելի ապրել։ Հնարավոր լավ տներ ունենք, լավ տեղ պայմաններ ամեն ինչ, մենակ ապրել հնարավոր չի։ Ճիշտ որոշում, այո։ Հələ շուտ Տարիքում, այո, պետք է մենակ խնամող պետք է անել թափել, լվալ, մակտերիստիկել, կյանքի հինգերը։ Դուք չեք անում այդպես բաներ։ Դուք չեք կարողանում ձեզ խնամեք եւ բա միջեմ անում, հո գարալի չեն կալում, մենք ենք մեր ապրում, բայց դժվար է, շատ կյանքի հինգեր պետք է, ինչի մասնա խոսքը։ Ինչ ձևի կին եք սիրում։ Ինջելիգետ ոնց որ ես եմ։ Այդ ձևի։ Այդ ձևի սիբդակ, այդ ձևի կին որ ես շատ ինջելիգետ մարդ եմ եղել ամբողջ կյանքում։ Լավ հակնի որ մի ձև ես կամ հակեմ մանգամ։ Ինչ բոլորը քաղաքում գիտեն հոկտեմբերին որ ամնանդիր հակնող մարդ ես եմ եղել։ Այդ ձևը սիրում։ Ապացուցում եք դա։ Հա ես այդ ձև ամբողջ հոկտեմբեր մի ճանաչում եմ, որ շատ ինջելիգետ հակնող մարդ եմ։ Ռաֆայել ջան, հիմա ո՞ոնց ես ապրում դու աշխատավարձ փոխ։ Ապրելու մասին պրոբլեմ չունեմ ես։ Չեք աշխատում։ Ապրելու մասին պրոբլեմ չունեմ։ Բայց ես ուզում եմ իմանամ, ոնց չունեք։ Ես որ Մոսկվայում աշխատել եմ, ամիսը $5,000 փող եմ առնում։ Դրա հետ միասին թորս Կիևում ապրում, թորս ինձ օգնում է։ Թոշակստանում եմ, տանել վարձով ապրում եմ։ Արտակնապես ինչպեսի կին եք ուզում ունենալ։ Ոնց որ ես եմ։ Ինջելիգետ կին սիմպաթի ֆիգուրով ամեն ինչով լավ կին անի։ Ոնց կարող է կինը քեզ նման լինի։ Կինը ֆիգուրա ունի։ Կինը ֆիգուրա ունենա, դերակցություն որ դուս կամ միասին ռադի համապատասխան զույգ եք։ Ոնց որ ես ասում եմ։ Իսկ դուս եք գալու իմ կնոջս, ինչքան համապատասխան զույգ եք, մեր մայլեն։ Ես ձեզ նման եմ։ Ես բան չունեմ ասում, ձեր մասին։ Չի ասում ձեզ նման եմ, ձեր ցանկացածի նման է։ Չի կրասի։ Ֆիգուրայով։ Իսկ ձեզ համար փաստորեն կարևոր է արտաքինը, բայց կարող է իր ներքինը շատ գեղեցիկ լինի։ Ես ոնց չունեմ ասելու, հնարավոր ներքինը վատ լինի, բայց արտաքինը լավ է, բայց ներքինը վատ լինի, դե կարող ասել։ Դեմի որ երկուսը լավ լինի, իշքան վատ կլինի։ Չէ, շատ վատ կլինի։ Ես կին եմ ունեցի համ են կոմովը լավ անեցա լավ։ Դե քբարդանում ենք մեր ամուսնյան համար շատ սիրով, շատ համապատասխան զույգեր ենք եղել։ Դե մի իհարկե ձևի չես կա, իվա ես պայմանում դրության մեջ չես կա ճարես, բայց գույնը մի քիչ հարմար է։ Ռաֆայել, եթե դուք ուզում եք ապագայում լինեք էլի երջանիկ, դուք երևի չպետք է տենց շատ կոնկրետ համեմատություն անեք։ Սերը պիտի մնա ձեր սրտում, բայց ուրիշ կնոջը պետք է ընկալեք այլ կերպ, բայց չպետք է համեմատեք ձեր կնոջ հետ։ Հա, դե տարբերություն կլինի, դրան ոչ մի խոսք, բայց որ այդքան պահանջկոտ տղամարդ ես, Ռաֆայել ջան, ուզածդ կիննել, ուզում ես տեղին շնորհքով կարգին քո նման սիմպաթիչնի կին, հա, որ ինչ անես, տանես տաշնամուրին դնես։ Որ դուրս կանք, ասեն մալադե։ Մենակ դուրս գալու համար ես կին ուզում։ Ես սպասի, որ դուրս կանք մալադե ծրավ շատ համապատասխան զույգեր եք, դրա հետ մի ասել տունը անել դնել, ես շատ մակասել ակուրատի մարդ եմ։ Ինչ ես ընդունակ։ Ոստե։ Ես ամեն ինչ էլ ծնակ եմ։ Ինչի կոնկրետ պրոբլեմ չկա, ինձ 40 տարեկան երեստակ չկրեիվեց սպորիմ եմ։ Որ հողը մշակի։ Հողը մշակելու համար։ Չէ, մյուս բոլոր հարցերով։ Հա, գիշերային հարցերով էլ ես։ Գիշերային հարցերով էլ։ Ամենակարևոր հարցերն որ մասնագետ եմ։ Ռաֆայել, ձեզ համար շատ կարևոր է թե ուրիշները ինչ կասեն ձեր մասին։ Եթե կարան թողասե, դե հանգած վատ բան կարան, սխալ բան գնան, Չէ, դուք արդեն 2 անգամ շեշտեցիք, որ դուրս գանք,
նայեն, ասեն ես ինչ լավ։ Միթե դա կարևոր է, թե ասեն ինչ լավ զույգ է։ Դա էլ է կարևոր, ո՞նց թե։ Հա, ուզում եմ ցուցանումը ուշելի կողքը, որ թևը մտած տանի մանտը, ասի տեսեք ինչ կին ունեմ։ Աշոտ, Ռաֆայելը ձեր հայրն է։ Ոչ, հոր եղբայրս է։ Ախ, հոր եղբայր, ահա։ Ինչ կարող եք պատմել, ասեք նրա մասին։ Ինչ ասեմ, ամբողջ կյանքում ինչ ճանաչում եմ իրան, աշխատող, իր քրտինկով ապրող մարդ է։ Փոքրուց էլ իրանց տան կողմն ենք ապրել, գիտենք, ինչեւ այս տարիքում էլ ինքը աշխատում է, մեքենա է վարում ու առանց որևէ վարորդական իրավունքի։ Դուք ո՞նց եք կարծում իրանք համապատասխան Ես արտաքինով էլ չի ասի համապատասխան։ Տարիքը իր դրոշմը դնում է, բավականին տարիքային տարբերություն կա, դա բավական չի։ Կարծես թե Ռաֆայելը կին է ուզում ոչ թե իր համար, որ իր այդ մենակությունը փարատվի, որ կյանք ապրի, քանի տարի պետք է 75 տարեկան, դե հաշվեք, այսօր Հայաստանում 75 տարեկան, այլ հասարակության համար։ Կարծես փողոցի համար, որ դուրս գա տեսնեն, որ ինքը շատ լավ ֆիգուրա ունի, բայց տան մեջ Արմանուշը հոյակապ կարող է ձեզ այնպես պահել, որ դուք ինքներս զարմանաք։ Ընտանիքի մեջ ձեր երեխաները գան, հյուրասիրությունը, տարբերություն չդնի, այս կինը վերջո չունի մեկը, որ ձեզնից քաշի, հասկանում եք։ Ինքը մենակ ուզում է, որ իր կյանքը այս վերջի տարիները, գիտեք, ինչքան անուտ տարածության ապրել մի բան չի։ Ես կարծում եմ Արմանուշ այնքան մեծ սեր կնվի։ Բացարձակ, այո, ես էլ եմ կարծում, որ դուք այդ արտաքինն էլ, այդ չգիտեմ ինչն էլ, ձեր հետ միասին դուք կտեսնեք, որ իրոք Ակյանքը դա է, Ռաֆայել Մարտակինը շատ լավ է։ Այո։ Բրավո։ Ինչ է նշանակում Արտակինը։ Ապրեք ձեզ համար։ Հաշվի մի արեք, ոչ մի կարծի։ Ձեզ պետք է էակ, որը ձեզ կսիրի, կգուրգուրի, ամեն ինչ ձեզ համար կանի։ Ինչ սիմպաթիա 75 տարեկան մարդ է, փողանագասես կանի, դնի, սարքի, ջայլացնի քեզ։ Ես գիտես ոնց կջի։ Ինչ չի կարա։ Ինչը չի կարա։ Իրեն շարժվում գտե ամեն ձեւ չի կարա այդ մարդ այն ինչ որ ուզում անի չի կարա անի։ Դուք անակնկալ պատրաստել եք Արմանուշի համար։ Ներկայացրեք։ Շնորհակալություն, ինչպեսի գեղեցիկ բուկետ։ Ոյ, լավ էլ բուրում է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, սպասեք սենյակում։ Արմանուշ, ինչ կասես։ Դե ձեզ համար էլ պարզա, բոլորի համար պարզա։ Որ մեկ տարիքով նախ չենք համապատասխանում։ Ինքը իրեն համար լավ է, ես ինձ իմ համար լավ եմ։ Տարիքը չի, դա քո զույգը չի։ Իմ զույգը չի եւ գիտեք ինչ կա, ամեն տղամարդը որ կորցնում է իրան կնոջը կամ կին ամուսնուն, նա երբեք երկրորդին չպետք է համեմատի առաջինի հետ։ Դա ամենաստորացուցիչ բանն է։ Գիտեք Արմանուշ, միևնույն է, կյանքի ընթացքում ոնց էլ անես էլի կա այդ համեմատությունը, պրոստը այնքան ուժեղ պետք է տղամարդ լինի կամ կին, որ մի վարքյան դա ոչ ցույց տա, ոչ որ կինը դա կամ տղամարդը չզգա։ Ամեն մի կինը դու ինչ կասես։ Կարծում եմ Ռաֆայելը այն մարդկանցից է, ով պետք է միշտ լինի ուշադրության կենտրոնում, սենց արտահայտություն կա, իգրած նա պուբլիկու, ինքը այդ տեսակն է, եւ այնքան շատ է ինքը կենտրոնացած արտաքինի վրա, որ ներքին արժեքները նա գրեթե չի նկատում, ինչը շատ ավելի կարեւոր է լավ ընտանիք ստեղծելու համար։ Ես կարծում եմ ձեր տեսակի կնոջ համար ինքը սազական չէ։ Ինքը այս տարիքում փնտրում է սպортивный интерес։ Բայց մոռանում Դա он такой сексуальный гигант։ Да։ Եթերում Արի ամուսնանանք հաղորդումն է։ Մնացեք մեզ հետ։ Արմանուշ ջան, դիմավորեք մեր երրորդ փեսացույն Նազարեթ Թութունջյանին։ Նազարեթ Թութունջյան։ Այո, ուրախ եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նազարեթ դուք ում հետ եք եկել։ Իմ հարևանի հետ։ Անունը։ Ռայիդ։ Շատ հաճելի է։ Շատ հաճելի։ Նազարեթ ջան, դիտենք տեսանյութը, հետո կխոսենք։ Խնդրեմ։ Նազարեթ Թութունջյան 73 տարեկան, ծնվել է Հալեպում, 46 թվականին ծնողների հետ հայրենադարձվել է Հայաստան։ Ամուրի է, ունի 1 տղա, 1 աղջիկ, երեխաներն ամուսնացած են, այժմ միայնակ է։ Գրում է բանաստեղծություններ, որոնցից տպագրվել են նաև Գարուն ամսագրում։ Դե Նազարեթ, շատ հետաքրքիր կյանք եք ունեցել։ Ուրեմն ծնվել եմ Հալեպում,
մորակուներս հայրս բոլորը հալիվում են 15 թվի ջարդած թուրքերի կողմից ընտանիքից եմ ես, բայց հետո տեղափոխվել ենք Դամասկոս։ Ես Դամասկոսում եմ մեծացել հիմնականում։ Հետո տեղափոխվել ենք 46 թվին Սովետական Հայաստան, ինչպես բոլոր հայերը, 49 թվից սկսել եմ աշխատել եւ գիշերային էլ գնում էին օրից ուսումս շարունակելու։ Այդպես ավարտել եմ միջնակարգս, հետո ընտրել եմ մասնագիտություն էլեկտրոգազասվարչիկ սանտեխնիկ, ու մինչև իմ թոշակի անցնելը այդ աշխատանքով եմ զբաղվել։ Վերջի տարիները աշխատել եմ լամբերի գործանում, բորմացի կնոց հետ միասին։ Առաջի կինս մահացավ 24 տարի ավելուց հետո, որից ունեմ 2 երեխա, որ Միացյալ Նահանգներում են։ Իսկ երկրորդ կնոջից հետ որ հանդիպեցի 83 թվին, 2 տարի կնգած մայից հետո նոր ամուսնացա, չստացվեց երեխա ունենալ։ Այդպես 27 տարի իրար հետ ապրեցինք։ Ու նա էլ վերջի տարիներ 5 տարի առողջություն կորցրեց, դիաբետով հիվանդ էր։ 3 անգամ իսուլդատար է, երրորդը փրկել հնարավոր չէր։ Ես տան ապրում եմ մենակ, ոչ մեկը չունեմ։ Իմ հարազատները բոլոր Միացյալ Նահանգներում են, միայն որ ես եմ մնացել այստեղ։ Նազարեթ, ձեզ չեն կանչել, դուք եք։ Երևակայեք, որ կանչել են, բայց ես չեմ ուզում գնամ։ Իսկ երկու կնոջդ էլ շատ ես սիրել Նազարեթ։ Գիտեք ինչ, առաջի կնոջից ես ամուսնացել եմ 20 տարեկան եմ եղել։ Երեխաները համարյա իմ հետ են մեծացել։ Պատանեկություն էր դա։ Աշխատում էի գիշեր-ցերեկ, ուրախ գալիս էի տուն, ընտանիքը կարբան, բայց երկրորդ կնոջից հետ արդեն չափահաս էի։ Սկզբում ես աշխատում էի ՑՍԷ-ում աշխատում, Ցենտրալնի ստատիստիկայի ուպրավլենին, այնտեղ մեծ կազմակերպություն է, այնտեղ աշխատողներ բոլորին ճանաչում էին, տեխնազներ շատ կար, կնոջս ընկերուին միջնորդեց կնոջս։ Ու երևակայ որ պատահական մենք երկար չենք էլ հանդիպել։ Մեր անգամ հանդիպել ենք, ամբողջապես գնացել ենք ԶԱԳՍ։ Բռնել ա էլի։ Հա։ Ու 27 տարվա մեջ մենք ասեմ մի անգամ մեր մեջ խոսակցություն չի եղել։ Ձեզ ինչ կին է դուր գալի։ Ես մի բան ասեմ, էլի բոլոր կանանիկներ սիրուն են, գեշկինը բնության մեջ գոհություն չունի։ Ամեն մեկը ունի իր ճաշակը։ Այն հրաշալի պատասխան։ Իր ճաշակն ունի։ Իսկ ձեզ ինչ ձևի կին է դուր գալի։ Ինչ բնավորության։ Գիտեք, բնավորություն ասեմ ձեզ, ես սիրում որ կինը լինի շատ իդեալական բնավորությունով։ Խաբեությունից բոլորին չեմ սիրում։ Դա իմ առաջի ճշնամին է, պետք է ընդանենք մամիջ ազնիվ լինի։ Նազարեթ ջան, շատ ներողություն, ձեր անունը ով ա դրել։ Հորս անունը Նազար է։ Ահա։ Մի աղբեր եմ ունեցել, մահացել է 5 տարեկան։ Հետո ինչ ժամանակ սովորություն եղի երևի ինչ բան, ասել են որ եթե երեխայի տղա երեխայի անունը հոր անունը դնեք, երեխան ողջ կմնա։ Հասկացա։ Հիմա Նազարեթ, մեր հարստացուն ձեզ դուր է գալիս։ Գիտեք ինչ, ես մի քիչ առաջ էլ ասեցի, բոլոր կանանիկները իդեալական են։ Արմանուշ, դուք գիտեք։ Ամեն մեկը իր ճաշակն ունի, ճաշակին ընկեր չկա։ Ճիշտ է։ Ամեն մեկը սիրում է մի տեսակ բան։ Հարցեր ունեք իրար։ Դուք ինչ կարող եք ասել։ Որպես մարդու հարևանի, կարծում եմ, որ ինքը բավարար պատասխան տվեց, բայց նորից կարող եմ կրկնություն թող չթվա, համեստ կրթված, ոչ թե գիտելիքներ ձեռք բերելու, այդ դաստիարակված, ոչ մեկին բացարձակապես չանհանգստացնող մարդ, որ կարիք ազգում ընտանեկան ույուտ բան, հարմարավետության, ուշադրության, զբաղմունքի։ Իսկ ինքը միշտ այդպես լուրջ, բայց իրան հարցրեք։ Ինքը լուրջ է, բայց դա կապ չունի, եթե մոմենտին դուք մի հատ նոր կարգին բան ասեք հումորով, ինքը շատ հումորի զգացում ունի։ Իսկ արդյոք վատ բան է, որ ինքը լուրջ է։ Չէ, ինքը պարզապես երբ որ երկուսով ենք, մենք պետք է ասենք թե ազատ լինենք մեր զգացմունքների մեջ, մեր խոսակցության թեմաների մեջ։ Մեր ազատ ժամանակն օրինակ ասենք թե դուք ինձ նկատի չունեմ, ասենք կին ունեք, ազատ ժամանակն ինչպես եք անցկացնում, երբ որ տունը երկուսով նստած եք։ Տան մեջ խոսալու շատ մեծ թեմաներ կան, որտեղ դա ընտանիք է արդեն, տարբեր ձևի խնդիրներ, հոգսեր, առանց հոգսի, ռուսը ասում է, без проблемы жизни не бывает, где жизни там проблем։ Конечно։ Ուրեմն միշտ խնդիրներ ամենը ունեն որի տանել է խնդրեմը կա, աղքատի տունել կա այդ խնդրեմը, բոլորի տունել կան։ Բայց ոչ չպետք է դառնան այդ խնդիրները։ Չէ, ներողություն, խնդիրները ուրեմն ամուսինները եթե իրանք շատ սերով են, իրանք համատեղ նստում են խորտակցում են։ Անպայման։ Որ ինչպես կարելի է սենց անել կամ ինչպես կարելի է այսպես անել, անպայման կնոջ խորտակցություն դա անպայման պետք է ոչ թե արխամարել, որովհետև կինել չոր մարդ է նա։
Ինչ տարբերություն նայեց սերին է պատկանում։ Դա կապ չունի բոլորին։ Եվ կին կա որ ավելի խելոք բաներ ասում, քան իր ամուսինը։ Շատ ընտանիքներ կան։ Վելու համար օրինակ ասենք հոգնել եք, աշխատանքից եկել եք, մի տեղ գնացել։ Ասենք օրինակի համար ասենք այտենց խաղերը, նարդի, բալոտ, ասենք կարտ։ Փառք Աստծո, մեր տուն ամեն ինչ կա, նարդել կա, դոմինոել կա, շախմատել կա, կարտել կա։ Ամենակարևորը որ սերը դա ընդունակություն է, հասկանալ եւ ներել։ Այդ միշտ զույգերը պետք է հիշեն։ Խնդրեմ, կարեք ինձ թվաց առաջին հայացքից, որ իրենք շատ լավ զույգ կլինեն, բնավորություններով, ազնությամբ եմ ասում, ինձ մոտ մեծ տպավորություն թողեց Նազարեթը, որտեղ զգացի, որ իրենց բնավորություններից կա մի գիծ, որ իրար համատեղելի է։ Ինքը ամուր ձեռքերով, փայփահոյ կնոջ, սիրող կնոջ դեր կատարի, գիտեք ինչ կա, սիրում են տղամարդիկ, երբ որ ուշադիր ես լինում, եւ դա պետք է։ Նույնիսկ տղամարդը կնոջը։ Ես շատ այս զույգին հավանեցի, որ իրենք միասին կարող են լավ ընտանիք ունենալ։ Շնորհակալություն։ Նազարեթ ջան, դուք պատրաստել եք անակնկալ, կարող եք ներկայացնել։ Դուք ինքդ բարդ եք, այս բարդը նվիրում եմ ձեզ, բարդը բարդին, ձեզ հանգարն են երջանկություն, առողջություն ամենակարևորը, ապրեք երկար գեղեցիկ կյանքերով, ինչքան որ դժբախտություն եք ունեցել, անցած լինի թող։ Շնորհակալություն։ Ճանապարհեք։ Բրավո, ապրեք։ Շնորհակալություն։ Ինչ գեղեցիկ նվերներ եք այսօր ստանում, ծաղիկներ։ Նրանք երևի զգացնում են, որ ես ծաղիկներ շատ եմ սիրում եւ աճեցնում։ Արմանուս ջան, Աստղիկ ջան, ինչ կասեք։ Նազարեթը խառնվածքով ֆլեգմատիկ էր, այսինքն հավասարակշռված զուսպ անձնավորություններ, ունի մարդկային մի ընտիր որակ, կարծում եմ նա ջենտլմեն է, եւ կարծում եմ, որ եթե դուք ընտրեք իրեն որպես ձեր կյանքի երկրորդ կես, դուք կշահեք մենակ եւ ինքը ցույց կտա, թե դուք ձեր այդ կանացի վեհությունը ինքը կարող է ձեզ ցույց տալ։ Միշտ ամբողջ դժբախտություն նրանում է, որ քո կարծիքը չեն հարցնում, մենակ իր կարծիքն են հարցնում։ Արմանուս ջան, ես մի անգամից ասեմ, որ Ռաֆայելը ես չեմ տեսնում քո կողքին, բայց արի ուտես որ Սասունինն էլ Նազարեթին էլ, ես քո կողքին տեսնում եմ, երկուսն էլ շատ լավ տղամարդ են, լավ մարդիկ են, ես չգիտեմ տարիքային տարբերությունը ինչպես ես դու ընդունում, մեկը ինչ որ 10 տարի է մեծ, մյուսը 14 տարի է մեծ, բայց կարծում եմ, որ դա ոչ մի ինձ թվում է ոչինչ չի փոխում, թող մեծ լինի, ավելի լավ։ Գետակ նշան տնենք ինձ ուզեց։ Իսկ բոլորի չատ, ես կուզենայի, որ այո, Աստղիկը ճիշտ է, Նազարեթը քեզ համար հրաշալի զույգ կլինի, եթե իհարկե դուք հասկանաք իրար, հետագայում ընտրես ու հասկանաս, բայց ընտրությունը մնում է քեզ։ Ինձ էլ Արմանուս ջան, Սասունն էլ շատ դուր եկավ, շատ աշխատասեր, շատ ստեղծագործական բան ունի մեջը, որպես այո, խնդրում եմ միշտ որպես շատ հետաքրքիր տղամարդ է։ Ռաֆայելը իր ոճի մեջ, էլի ինքը մի քիչ նարցիս է։ Իր կողքը պետք է ամեն ինչը լինի շքեղ, ամեն ինչը պետք է լինի գեղեցիկ, ինքը այդպիսին է, ինքը դա է ուզում, ես կարծում եմ ինքը ձեզ չի դուք իրար չեք համապատասխանում, իսկ Նազարեթը այն անձնավորությունն է, որ կգուրգուրի, կսիրի, գիտի լեզուներ, իր հետ դուք երբևէ չեք տխրի, իր հետ միշտ կունենաք ինչ-որ խոսելու, ընդհանուր ինչ-որ բաներ կունենաք կյանքում։ Չգիտեմ, ես կարծում եմ, որ Նազարեթը շատ ձեզ համապատասխան է, դուք լսեք ձեր սիրտը ու Աստված տա, որ այն տղամարդուն, որին դուք կընտրեք, ձեզ հետ դուրս գա։ Ես գտնում եմ իմ կարծիքով, երկուսն էլ հիանալի զույգ են, ստեղծում է մի նոր հայկական ընտանիք, իր կոլորիտով, բնավորություններով, իրար պակասը լրացնելով, կորցած տարիները, այն երջանկությունը, որ պետք է տեսնեն, այս տարիքում ավելի հետաքրքիր է։ Ես խորտ կտայի Արմանուս Նազարեթին ընտրեի։ Ցանկանանք հաջողություն մեր Արմանուսին։ Արմանուս ջան, գնա եւ ընտրի։ Եթերում արի ամուսնանանք հաղորդումն է։ Եթե ուզում եք մասնակցել մեր հաղորդմանը, զանգահարեք մեզ կամ գրեք։ Մնացեք մեզ հետ։ Մի քանի վայրկյանից մենք կիմանանք
թե ում ընտրեց Արմանուշը։ Ես կարծում եմ, որ նա կընտրի Նազարեթին։ Ես էլ եմ դա կարծում։ Սպասենք, դիմավորենք։ Բայց ինչու՞։ Չստացվեց։ Չընտրեցի։ Ափսոս։ Ես շատ կուզենայի, որ ընտրեի Նազարեթին եւ Տիկին Սոֆին նույնպես, բայց ինչ արած։ Դուք չընտրեցիք ոչ մեկին։ Դե ձեր որոշումն է։ Շնորհակալություն։ Ձեզ այնց է շնորհակալ եմ։ Ես ցանկանում եմ, որ դուք անպայման գտնեք ձեր երկրորդ կեսին։ Հույսով եմ։ Ձեր համապատասխան։ Ինչ որ մեկը ինձ կգնահատի։ Շնորհակալություն, ստեսություն ձեզ։ Շնորհակալություն։ Ինչ արած չստացվեց։ Բոլոր միայնակ սրտերը այսուհետև կարող են գտնել իրար։ ATV-ին միայնակ սրտերի կամուրջ։ Հայտերն ընդուվում են 493317 հեռախոսահամարով։ Փնտրեք եւ գտնեք ձեր երկրորդ կեսին ATV եթերում։ Արի ամուսնանանք կամ խնամախոսք։ Հաղորդման մասնակիցներին ծանոթանալու համար կամ զանգահարեք մեզ, կամ գրեք։ Այնքան հեշտ է, երբ քեզ են սիրում, եւ այնքան դժվար, երբ դու ես սիրում։ Եվ Աստված չտա, որ երազում նույնիսկ բաժանվես քո սիրած էակից։ Ես ցանկանում եմ, որ օրերից մի օր ձեր ընտրյալը ասի ձեզ. արի ամուսնանանք։ Հաղորդումը վարեց Սոֆի Դևոյանը եւ Ջուլիետա Ստեփանյանը։ Մինչ նոր հանդիպում։ Ստեսություն։ Ստեսություն։